Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում։ Սա խաղաղություն է։ Խաղաղությունը սա է։ Այս ու խաղաղության այլ ցուցիչներին Հայաստանի վարչապետն անդրադարձավ ազգային ժողովում կառավարության 2021-26 թվականների ծրագրի կատարման մասին զեկույցի քննարկմանը։ Ասաց ճիշտ չեն պնդումները, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բանավոր պայմանավորվածություն է եւ չունի փաստաթղթերով ամրապնդված իրավական հիմք։ Հենց այդպիսի փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանը համարում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Առաջին երկկողմ միջազգային այս պայմանագիրն ըստ նրա երկու երկրներում էլ վավերացվել է եւ ունի պարտադիր իրավական ուժ։ Ուզում եմ հիշեցնել, որ այնտեղ, որտեղ որպես պարտադիր իրավական ուժ ունեցող դրույթ արձանագրված է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայն են երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք ընդունել Ալմաթիի հռչակագիրը։ Սա է իրականում խաղաղության անկյունակարը, հիմքը, որը, կրկնում եմ, ունի իրավական պարտադիր ուժ թե Հայաստանի Հանրապետությունում, թե Ադրբեջանի Հանրապետությունում։ Սահմանի 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումը նույնպես վարչապետը շատ կարևոր գործոն է համարում Հայաստան-Ադրբեջան թշնամանքի հաղթահարման մեկնարկի առումով։ Արդեն ավելի քան 2 տարի փոխհրաձգության հետևանքով զոհ եւ վիրավոր չունենք։ Սահմանամերձ գյուղերում կառավարության տնաշինական ծրագրով կառուցվում է ավելի քան 3600 առանձնատուն։ Այդ բնակավայրերի ճնշող մեծամասնությունում ըստ վարչապետի անկախությունից ի վեր ոչ մի տուն չէր կառուցվել։ Դարձյալ սահմանամերձ բնակավայրերի մի մասում այսօր նաև կրթօջախներ են կառուցվում, 18 դպրոց, 21 մանկապարտեզ։ Հաստատված խաղաղության շնորհիվ Ադրբեջանից նավթամթերք ներկրելու արդյունքում է հնարավոր դարձել ավարտել նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում օպերացիան, որը տևում էր 8 տարի։ Էլի բաներ կան, որ տևում են 8 տարի, եւ մեր քաղաքացիները հարցնում են, բա ինչի 8 տարի։ Շատ պարզ պատասխան ունի, որովհետեւ այդ դեպքերում մենք ոչ թե ուղակի պարզ գործողություն ենք անում, մենք բառից բուն իմաստով էլի կանդրադառնամ, մաֆիայի դեմ ենք պայքարում։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, բառից բուն իմաստով, այո, երբեմն եւ ներհայաստանյան լիներ միայն այդ մաֆիան, բայց այդ մաֆիան երբեմն ունի այլ տեղերում, այլ ճյուղեր։ Երկրի ղեկավարի համոզմամբ Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային թե նավթամթերքի գնի աճի, թե մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը մեր երկրի համար այս ժամանակահատվածում տեղի ունեցած չլիներ։ Հիմա մենք մտնում ենք Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի իրագործման փուլ։ Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որի հեճուկս միջազգային բարդ իրադրության, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե Հայաստանի Հանրապետության, թե Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացումը եւ տրիպ նախագծի իրագործումը համարում են առաջնահերթություն։ Սա բխում է այն գիտակցումից, որ նախագծի իրագործումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ կայուն եւ հուսալի խաղաղության կարևոր հենասյուն է դառնալու։ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է գոյատևման եւ մաքարման իրեն պարտադրված օրակարգը եւ մտել ապրելու, պարզապես սովորական կյանքով ապրելու մի պատմական դարաշրջան, որտեղ մեր պատմական առաքելությունը կրթվելն է, աշխատելը, միջազգայինորեն ճանաչված 29743 կիլոմետր քառակուսի տարածքով մեր պետությունը զարգացնելն ու որպես անկախ անվտանգ պետություն ապագա սերունդներին ժառանգելը, հավելեց վարչապետը։ Նրա խոսքով այս շրջադարձային հանգրվանին հնարավոր է եղել հասնել առաջին հերթին ժողովրդի աջակցության շնորհիվ։ Կառավարությունը դեռ 2021 թվականին է այսօր քննարկվող ծրագրում արձանագրել, որ խաղաղությունը լինելու է գերագույն նպատակը, որն ահա իրագործված է։ Հարց է հնչում. ինչ գնով, այն գնով, որով հնարավոր էր դա իրագործել։ Այո, բազում զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների եւ տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ դեռ ի սկզբանե եղել է մեր գերագույն նպատակը։
պետություն, խաղաղություն, զարգացում եւ հեռանկար, հորիզոն, անսահման հորիզոն մեր առջև։ Ղարաբաղը մերն էր եւ այլևս մերը չէ խոսույթը աշխարհքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է։ Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Իրականությունն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր բարեկեցության, մեր անվտանգության ու մեր ապագայի հաշվին։ Ու մենք դա չենք հասկացել, հարգելի գործընկերներ։ Պիտի խոստովանենք, որ մենք չենք հասկացել դա։ Գուցե եղել են մարդիկ, որ հասկացել ու չեն բարձրաձայնել, որովհետև վախեցել են։ Եղել են մարդիկ, որ եւ հասկացել են եւ բարձրաձայնել, բայց նրանց կամ չենք լսել, կամ չլսելու ենք տվել, կամ լռեցրել ենք, համոզված լինելով, թե նրանք չեն հասկանում, թե ինչ են խոսում։ Մինչդեռ մենք, այդ թվում ես, չենք հասկացել, թե ինչ ենք անում, սկսած 1988 թվականից, չենք հասկացել, թե ինչ ենք անում եւ արել ենք ամեն ինչ ինքներս մեր դեմ եւ ի հեճուկս մեր պատմության մեզ տված դասերի։ Այսօր ըստ Փաշինյանի մեր ժողովուրդը գրում է իր պատմության բոլորովին նոր պետականակենտրոն գլուխը, որտեղ պետությունը եւ նպատակ է եւ միջոց։ Նպատակ է, որովհետեւ ինքնությունը հնարավոր է պահպանել եւ զարգացնել, բարեկեցությունը, անվտանգությունը հնարավոր են պետության պայմաններում, եւ միջոց է, որովհետեւ պետությունն է այդ ամենը ապահովելու միակ հուսալի միջոցը։ Պետությունը պահպանել եւ զարգացնել հնարավոր է միայն խաղաղության պայմաններում, բայց դեռ մանուկ այս խաղաղությունը խնամքի կարիք ունի, մանավանդ այսօր, երբ խաղաղությունը դարձել է պատերազմի եռագլուխ կուսակցության ու նրանց սատարող ուժերի հիմնական թիրախը։ Վարչապետը մանրամասնեց խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, եւ դա նշանակում է, որ բովանդակության շուրջ բանակցությունները ավարտվել են, եւ այն փակ է հետագա բանակցությունների համար։ Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից իրար հերթ չտալով խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին, այն իբր ավելի լավը դարձնելու նկատառումով։ Իսկ կներեք, ով կարող է ապացուցել, որ այդ վերաբանակցման արդյունքում այն փաստաթուղթը ավելի լավն է դառնալու։ Այսօր վերաբանակցելու մասին խոսող ուժերը հանդես են գալիս Ղարաբաղը եւ հարակից շրջանները պարունակող քարտեզներով եւ դա խորհրդանշող դրոշներով։ Այս տրամաբանության զարգացումը անխուսափելի պատերազմ է։ Այս տրամաբանության զարգացումը անխուսափելի պատերազմ է։ Մյուս ուժերը հանդես են գալիս այդ նույն խորհրդանիշների եւ ասելիքի ներքո եւ պնդում, թե Հայաստանը չպետք է բավարարվի իր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այս տրամաբանության զարգացումը նույնպես անխուսափելիորեն բերելու է պատերազմի։ Մյուս կողմից էլ ըստ վարչապետի, անկախ այս ամենից, եթե խոսվում է խաղաղությունը վերաբանակցելու մասին, նշանակում է 50%-ով դուռ է բացվում ավելի լավ խաղաղություն ունենալու համար եւ 50%-ով էլ չունենալու, այսինքն պատերազմ ստանալու դուռը։ Սա արդեն քաղաքի ճաշակի հարց չէ ուրեմն, այլ մեր պետության լինել-չլինելու հարց։ Եվ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեր պետությունն ու ժողովրդին կործանարար ավանտյուրայի է փորձում մղել։ Այս է պատճառը, որ հստակ եւ աներբա ընդգծում եմ, որ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետեւ դա իր խաղաղությունն է, դա իրեն անհրաժեշտ խաղաղությունն է եւ այն հարվածի ու կասկածի տակ դնելը հավասարազոր է աղետի։ Դա նշանակում է կասկածի տակ դնել բազմաթիվ զողողությունների գնով ձեռք բերված մեր հաջողությունները։ Իսկ հաջողությունները բազմաթիվ են, ասում է վարչապետն ու երկար թվարկում։ 2021-25 թվականներին Հայաստանում համախառն ներքին արդյունքի միջին տարեկան աճը կազմել է 7.9%։ Նույն ժամանակահատվածում աշխարհում միջին տնտեսական աճը 4.1% է եղել, ԵԱՏՄ-ում 3.1%։ 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները
2017 թվականի ցուցանիշը ինչից ավել են 2.3 անգամ կամ 1 տրիլիոն 648 միլիարդ դրամով կամ 4.3 միլիարդ դոլարով 4.3 միլիարդ դուք պատկերացնում եք 17 թվականի անցնելով կոവിഡ്ի եւ պատերազմի միջոցով մենք սա իրական սա անվանականը չի, որովհետեւ անվանականը կրկնապատիկ եւ ավելա 53%-ով մենք մեր երկրի տնտեսությունը մեծացրել ենք հեղափոխության բերած տեմպի շնորհիվ 4.2 միլիարդ լրացուցիչ դոլար մտել է պետական բյուջե։ Այսինքն եթե հեղափոխությունը չլիներ, նախորդ շրջանի բյուջեի աճի տեմպը ավելանար, մենք կունենայինք 4.2 միլիարդ համախառն ավելի պակաս եկամուտ։ Այսօր արդեն ուրախ եմ արձանագրել, որ նույն մեթոդաբանությամբ 2025 թվականի արդյունքներով հեղափոխության գինը կոպիտ ասած Հայաստանի Հանրապետությունում 6.6 միլիարդ դոլար, 6.6 միլիարդ դոլար։ Գնաճի ցուցանիշը հաշվի առնելով խոսքը կվերաբերի 5.5 միլիարդի։ Այդ գումարներն ուղղվել են բազմատեսակ աջակցության ծրագրերի, օրինակ դրամական աջակցություն 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին, բնակարանային ապահովման աջակցության ծրագիր, ինտենսիվ այգեգործության զարգացման սուբսիդավորում, խելացի անասնագոմի ծրագիր, տների ու բնակարանների էներգաարդյունավետ նորոգման ծրագիր։ Մենք 13.3 միլիարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փող ենք տվել, որ իրանք իրանց տները նորոգեն, հարգելի գործընկերներ։ Աշխարհի որ երկրի, որ կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ մարդը իր տունը ռեմոնտ անի, հասկանում եք։ Բա սրա համար ենք հեղափոխություն արել։ Այո, սրա համար ենք հեղափոխություն արել։ Սրա համար ենք, այդ թվում սրա համար։ Ուսուցիչների, զինծառայողների համար բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություններ, առողջության ապահովագրություն, կենսաթոշակների աճ, շարունակում է թվարկել վարչապետը եւ հավելում. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուների եկամուտը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղն է, որը կազմում է մոտ 62,000 դրամ։ Ամրացված շրջաններ Լոնդոնում, Փարիզում, Բրյուսելում ձեռք բերված դեսպանատներ։ Հայաստանի սահմանի անցման բոլոր կետերը գտնվում են Հայաստանի սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, եւ սա ըստ վարչապետի անգին ձեռքբերում է։ 2025 թվականին անկախությունից ի վեր ունեցած վիճակագրության տվյալներով առաջին անգամ Հայաստանի քաղաքացիներն ավելի շատ եկել են, քան գնացել։ Ներգաղթի ցուցանիշն 8000-ով ավելի է արտագաղթի ցուցանիշից։ Եվ այստեղ է որ պետքա հնչեցնենք այնքան հնչած հարցը, բա սրա համար ենք հեղափոխություն արել։ Այո, հարգելի ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի փոխնախագահներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ, այո, սրա համար ենք հեղափոխություն արել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ թե հեռանան, այլ վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանից հեռանան հանգստի նպատակով։ Աննա Զախարյան, լուրեր։